Դե պետք է ասեմ, որ այցը բավականին բարձր մակարդակով էր կազմակերպված եւ ուրեմն մեր գործընկերների քաղաքացիական հասարակությանը փորձագետների հնարավորություն եղավ հանդիպումներ անելու, աշխատելու միմյանց հետ։ Նաեւ ինչպես որ մենք ենք այստեղ կազմակերպել իրենց հանդիպումը ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, այնտեղ էլ կազմակերպվել էր հանդիպում Ադրբեջանի նախագահի օգնականի Հիկմետ Հաջիևի հետ եւ հայկական կողմին հնարավորություն էր տրվել մեզ ուզող հարցերը բարձրացնելու, մեր մտահոգություններով կիսվելու։ Պետք է նշեմ, որ բնականաբար մթնոլորտը ինչպիսին էր քննարկումների հանդիպումների ամբողջովին աշխատանքային մթնոլորտ էր, պետք է ասեմ, որ որևէ հարց, որը որ մենք ուզում էինք տանք եւ ուզում էինք բարձրացնենք, չի եղել որևէ սահմանափակում, խոսքը գնացել է եւ գերիների վերաբերյալ, եւ նարատիվներում իրենց կողմից օգտագործվող մեր համար անընդունելի բառապաշարի վերաբերյալ, եւ Հայաստանի տարածքներից ուրեմն իրենց կողմից գրաված օկուպացված տարածքների ճակատագրի վերաբերյալ, այսինքն բոլոր հարցերը, որոնք որ մենք այստեղ Հայաստանում խոսում ենք, քննարկում ենք եւ մեզ ուզում ենք։ Այսինքն բաց էին պատրաստ էին լսել, պատրաստ էին լսել եւ պատրաստ էին պատասխանել մեր հարցերին։ Այո, ես պետք է արձանագրեմ, որ բավականին աշխատանքային եւ բաց հանդուրժող մթնոլորտ էր ստեղծված։ Ուզում եք սկսենք Հայաստանյան արձագանքներից։ Ձեզ ասում են դավաճան եւ այլն, որ գնացիք Բաքու։ Եթե մեկ բառով ամփոփենք։ Հա, եթե մեկ բառով ամփոփենք։ Տեսեք, պետք է արձանագրենք, որ երկաթյա վարակույր ենք պատրել ինչ-որ չափով։ Որտեղ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձևավորվել էր այդ երկաթյա վարակույրը 35 տարի շարունակ, եւ սա իմ հիշողության մեջ առաջին անգամն է, որ Երևանից Բաքու ուղիղ չվերթա կազմակերպվում հայկական ավիաուղիների, հայ փորձագետներով եւ քաղաքասարակության ներկայացուցիչներով, այսպես պետությունների երկու կողմերից կառավարությունների աջակցությամբ եւ նման խոսակցության հնարավորություն է ստեղծվում։ Իմ հիշողության մեջ սա առաջին անգամն է եւ բնականաբար որ սա հասարակության մեջ առաջացնում է որոշակի անհանգստություն, որոշակի վախեր, որոշակի մտահոգություններ, այլ չասած, որ ընդհանրապես խաղաղության գործընթացը մեր հասարակության մոտ վախեր, մտահոգություններ, կասկածամտություն առաջացնում է ճիշտ այնպես Սարգերի Պետրոսյանը, ինչպես որ դա առաջացնում է իրենց հասարակության մոտ։ Ես միջոց ասեմ, մեկին մեկ են կոմենտները եւ այն պիտակավորները, որոնք որ դուք տեսնում եք այստեղ, կրկնվում են նաեւ Ադրբեջանում, ադրբեջանցի փորձագետների եւ քաղաքասարակության ներկայացուցիչների։ Ինչ ասես ասում են։ Ոնց կարաք դուք հայերին վստահեք, ոնց է կարելի ընդհանրապես հայերի հետ նստել, սեղանի շուրջ խոսալ, դրանք մարդակեր են, դավաճան եք դուք որ իրանց հետ խոսում եք, մեկին մեկ նույն բաները այնտեղ եկա։ Բայց ես այդ ամբողջ քննադատության մեջ ես անհամբեր ճիշտ ասած սպասում էի որևէ բանական խոսք, որևէ կոնտրարգումենտ են գործողությունների, որոնք որ մենք անում ենք, այ արգումենտավորված խոսք, այ ես ինչ բան ասենց մի արեք, սենց արեք։ Ես շատ ուրախ կլինեի նման կարծողական քննադատություն լսելու, բայց ես միջև այսպես ըստեյության լսել եմ միայն վիրավորանք, պիտակավորում եւ գորգորոց։ Որն է կոնտրարգումենտ է խոսակցության։ Այսինքն այն մարդիկ ովքեր առաջարկում են, ասում են մի գնացեք։ Ինչ են առաջարկում անել դրա փոխարեն։ Եթե մի մասը գոնե առանձնացնենք այդ ասացը խրամատավորվենք, այստեղ զինվենք, ամրանանք, մտանանք, ես էլ եմ նույն բանը ասում։ Ես դուք ականատեսն եք, չէ՞, այն հարյուրավոր հարցազրույցները, որոնցում որ ես տվել եմ, ես ասում եմ, ես կարծում եմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն ունի երկու հիմնասյուն։ Մեկը դա այնա, որ Հայաստանը բավականաչափ դիմադրունակ է, մյուսն այնա, որ մենք բավականաչափ ուրեմն հետաքրքիր գործընկեր եւ խոսակից ենք Ադրբեջանի համար։ Ես բացարձակապես դեմ չեմ Հայաստանի զինմանը, դիմադրունակությունը ավելի կողմում եւ ինչով կարողանամ նպաստում եմ։ Բայց դա ոնց է հարաբերվում այդ, որ չխոսար, այսինքն թե զինվում ենք պետքա չխոսանք, հակառակը պետքա եւ զինվենք եւ պետքա խոսանք։ Այդ չխոսալու ամբողջ բանը նման է ինչ որ 11 տարեկան վիրավորված աղջնակի պահելաձևի, որ ես չեմ ուզում իրանց հետ խոսամ։ Չես կարա իրանց հետ չխոսաս, որովհետեւ դա մեզ դուր է գալի թե դուր չի գալի, մենք չենք ապրում հյուսիսային Ատլանտյան օվկիանոսի ափերին Նիդերլանդների եւ Բելգիայի հարևանությամբ։ Մենք ապրում ենք Ադրբեջանի եւ Թուրքիայի հարևանությամբ։ Դե ջայլամ լինելը որոշակի պահի տակ անվտանգության իլյուզիա է ստեղծում։ Ակեցեք, իլյուզիա է ստեղծում։ Իսկ մենք հիմա հարգելի Պետրոսյան վիճակում չենք, որ կանոնանք ապրենք իլյուզիաներով։ Եվ գիտեք, այստեղ իմ մեղադրանքը կամ իմ, այսպես ասեմ, էլի, վրդովմունքը ոչ թե հասարակության հետ է կապված, այլ այն մի խումբ քաղաքական գործիչների դրանց հասարակության հետ նույնացնել։ Հենց այդ եմ ասում, այլ այն մի խումբ քաղաքական գործիչների են մի խումբ անձանց հետ, որոնք ամեն կերպ փորձում են ինստրումենտալիզացնել, գործիքայնացնել այս իրավիճակը։ Ինչ որ մի հատ քաղաքական դիվիդենդ սրանից փոկեն, ինչ որ մեկին վատաբանեն, մի հատ ավել վախացնեն, այդ վախը հետո իրանց քաղաքական կապիտալ դարձնեն, որևէ այլընտրանք չառաջարկելով։ Ըստ էության միայն հայոյելով, միայն վատաբանելով եւ որևէ ստեղծարար, որևէ գործնական այլ մոտեցում չցուցաբերելով։ Այս է զազրելին։ Ես մամուլասուլիսի ժամանակ էլ ասեցի, հիմա եմ պատրաստ կլինեմ։ Իմ կարծիքով Հայաստանի քաղաքական դաշտում, ով որ դեմ է արտահայտվում հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական կարգավորմանը, երկու տեսակի մարդիկ կան։ Մի խումբը դրանք օտար երկրյա գործակալ սրիկաներն են, մյուս խումբը քաղաքական ապուշներն են։ Այս երկու խումբն է Հայաստանի քաղաքական դաշտում մարդկանց, ովքեր դեմ են հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական կարգավորմանը։ Վիրավորել պետք չի։ Դե չեմ վիրավորում, քաղաքական ապուշը քաղաքագիտական կատեգորիա է։ Դե քաղաքագիտական տերմին կա։ Այսինքն որևէ արգումենտ չեք լսել։ Ինչու պետք է, որովհետև այսպես ռացիոնալ այսպես։ Ոչ մի անգամ ես չեմ լսել որևէ ռացիոնալ բաց։ Ասեմ, մի անգամ խելքի մոտ բանենա, որ պետքա զինվել, զինվելուն ես էլ եմ համաձայն։ Այսինքն եթե չեմ եկել գրում ես խոսում ես դա քեզ ինչ որ կերպ սահմանափակում է զինվելու ճանապարհը, պետքա եւ զինվել եւ պետքա խոսալ։ Մեկը չի օգնում, երկուսն էլ պետքա։ Հիմա հետաքրքիր է տեխնիկապես, այ ինչպես էր անվտանգությունը, դուք ման եկաք, շփվեցիք մարդկանց հետ, խոսացիք սովորական թե հյուրանոց
Ոչ, քաղաքով ման ենք եկել, հնարավորությունը ման ստեղծվել էր, դե անվտանգությունը բնականաբար ապահովված էր, ինչպես որ այստեղ էլ մեր ադրբեջանցի գործընկերները հնարավորություն ունեցել են Երևանում։ Այս սովորական մարդկանց հետ կարողացաք շփվել։ Դե փողոցում մի քանի հոգու այդ ինչ-որ խոսակցություններ բաներ հնարավոր եղավ ունենալ եւ այցելել ենք հայկական եկեղեցին Բաքվի, այնտեղ աշխատակիցների հետ որոշակի խոսակցություն ունեցանք, դե հիմա այնտեղ գրադարանա, գրապահոց ըստեյությամբ կազմակերպված աշխատակիցը Հայաստանից ուրեմն ժամանակին հրացած ադրբեջանցիերով հիանալի հայերեն էր խոսում, գրականության ֆոնդը ներկայացրեց, այնտեղ բավականին կարևոր միջոց հայկական գրականություն կա պահված, բավականին եզակի նմուշներ կան պահված այդ գրապահոցում։ Այսպես եւ հիմնական խոսակցությունները մեր գործընկեր փորձագետներով քաղաքասարակության ներկայացների հետ։ Նաեւ հնարավորություն եղավ ադրբեջանական մամուլին որոշակի կոնտակտներ ունենալու, հարցազրույցներ տվեցինք ադրբեջանական մեդիային, ինչպես նշվեց Պաշտոնյայի հետ հանդիպում տեղի ունեցավ։ Իսկ այո, փողոցում անգալ հնարավորություն եղավ, Բաքուն տեսանք, պետք է ասեմ, որ բավականին մաքուր քաղաք է։ Ինձ ամենաշատը դա էր։ Ձեզ որպես հայ, դա թարս էին բանում, թե ոչ։ Դե չեմ կարծում փողոցներում ես ճանաչում են որ թարսնային կամ չնային, բայց համենայն դեպս օրինակ համար երբ որ գնում ենք որևէ, չգիտեմ, թեյի սուրճի ընդմիջման իրանց դեպքում թեյի ընդմիջման կամ լանչի որևէ կերպ որևէ բացասական բան չենք նկատել։ Նորից ճիշտ այնպես ինչպես որ դա եղել է Երևանում։ Ես ճիշտ ասած չեմ կարծում որ այն մամուլի կողմից ստեղծված ռուսերեն պուզիր, հա, այն ուրեմն անոթը, որ կա, այդ ատելության, այդ մեծ ներվերի այդ բանի ինքնա բոլորի վրա է տարածվում։ Ես ավելի շատ տեսնում եմ, որ կա լրելիային մեծամասնություն երկու հասարակություններում, որը մեծամասնությունն է, որը լուր է, ու կա շատ աղմկոտ փոքրամասնություն, որը շատ ինքը փոքր տոկոս է կազմում, բայց ինքը բավականին բարձրաձայն է։ Այս ասածս բնականաբար չի նշանակում, թե բանա, գիտեք, հասարակության մեջ որևէ խնդիր չկա, ամեն ինչ նորմալ է, տենց արագ-արագ գնալու ենք դեպի կարգավորում։ Բնականաբար ոչ, Պետրոս, անցնող 35 տարիների ընթացքում այնքան ատելություն է գեներացվել, այնքան ցավ է առաջացել, այնքան արյուն է թափվել, այնքան ապամարտկայնացում է տեղի ունեցել, որ դա տասնամյակներ է տևելու մինչև հասարակությունների միջև մենք կարողանանք խոսել հարաբերությունների լիարժեք կարգավորման մասին։ Եվ այստեղ կան տասնյակ հարյուրավոր խնդիրներ, դասագրքերից սկսած երկու երկրների միմյանց ոնց են ներկայացվում, դպրոցները, դպրոցակրթական համակարգը, հարյուրավոր խնդիրներ կա։ Եվ բնականաբար մի այցը կամ չգիտեմ մի պայմանագիր այս բոլոր հարցերը չեն լուծելու։ Մեզ այս առումով մենք պետք է արձանագրենք, որ սպասում են տարիների աշխատանքներ։ Եվ նորից եմ ուզում կրկնել, ինձ համար այս նախաձեռնության երևի թե կարևորագույն երկու բաղադրիչները որոնք են։ Մեկը անշուշտ դա որոշակի մտքեր, գաղափարներ գեներացնելն է եւ դրանք առաջարկելն է պաշտոնական բանակցությունների գծին, այսինքն շատ հաճախ է գիտեք, որ պաշտոնական բանակցությունները կաշկանդված են նոր գաղափարներ ներգրավելու տրամաբանության մեջ, որտեղ մտահոգ են ինչպես դա կօգտագործվի, ինչպես դա կընկալվի եւ այս առումով փորձագիտական համայնքների միջև քննարկումները շատ օգտակար են, որտեղ մենք փորձարկում ենք այդ գաղափարները, քննարկում ենք, հետո ներկայացնում ենք պաշտոնական բանակցություններին։ Բայց երկրորդը, որ ոչ պակաս կարևոր է, դա որոշակի հասարակական ներգրավվածությունն է այս process-ների մեջ, որտեղ խաղաղությունը չի լինում վերևից ներքև։ Խաղաղություն կառուցելու համար պետք է շատ ավելի մեծ ներգրավվածություն։ Իդեպ այստեղ ուզում եմ նաև ասել, որ մենք չենք պլանավորում, որ այս ֆորմատը պետք է մնա 5 գումարած 5 ձևաչափի մեջ, ինքը պետք է ընդլայնվի։ Սա չպետք է դառնա մեր մոնոպոլիան։ Մենք ընդլայնելու ենք եւ մեդիան եւ քաղաքասարակության եւ փորձագետների համայնքի մեր գործընկերներին եւ ինչ որ պահից սկսած սա պետք է դառնա մի հատ հնարավորություն, որ Հայաստանում եւ Ադրբեջանում հասարակության ներկայացուցիչները հնարավորություն ունենան փոխհարաբերվելու, որ այս երկաթյա բարակույրը, որի մասին ես հաղորդման սկզբում ասեցի, սկսի ճեղքեր տալ, սկսի քանդվել։ Եվ այո, բնական են մարդիկ, ովքեր որ չեն կիսում խաղաղության, համակեցության մասին մեր մոտեցումները, համաձայն չեն լինելու այս գործընթացի հետ։ Այստեղ ուղղակի երկու նորից եմ ուզում ասեմ, տարբերակ կա, թե դա ինչու է տեղի ունենում։ Մեկը չեն հասկանում, այսպես ասենք, թե ինչի մասին է խոսակցությունը գնում։ Եվ երկրորդը, որը ոչ պակաս կարևոր է, թե ոչ ավելի կարևոր է, կա չար միտում։ Կան այ շրջանակներ, հիմնականում մի երկրից կարգավորվող շրջանակներ, որոնք ամեն ինչ անում են, որպես այդ կարգավորումը տեղի չունենա։ Իդեպ ուզում եմ նորից կրկնել, որ նմանատիպ բան մենք տեսնում ենք նաև Ադրբեջանում։ Այ օրինակի համար Հայաստանում մենք տեսնում ենք, որ ադրբեջանցի փորձագետներն են գալիս, հայտնաբերում են տարբեր տարիների իրենց ասած եւ արած գործողությունները կամ արած հայտարարությունները, իրենց լուսանկարները, ասում են, «Այս մարդկանց հետ եք դուք խաղաղություն կառուցում, այս մարդը որ sense բան ասը կամ որ sense բան արը»։ Մեր այցի ժամանակ նույն բանը արվել էր մեր հանդեպ, տարբեր ադրբեջանական լրատվականներ, մասնավորապես ռուսալեզու, այսպես ասենք, Ռուսաստանի հետ կապեր ունեցող լրատվականներ, բռնել հրապարակել են պատերազմի ժամանակ 20 թվականի իմարած հայտարարությունները։ Էպարշի պատերազմի ժամանակ ես ինչ հայտարարություններ մանե, ու պարշի որ կռվի ժամանակ փլավ չեն բաժանում, չէ՞։ Բայց ուզում ասեմ, մեկին մեկ նույն բանն արվում, նույն տեխնոլոգիան է կիրառվում։ Այս երկրներում չկա մարդ, ով որ անցնող 30 տարի ընթացքում իրար դեմ չի խոսացել, կամ իրար դեմ հնարավորության դեպքում գործողություն չի արել, չի վնասել հակառակ կողմին։ Դա էր մեր այն հարաբերությունների համալիրային համակարգը, որը որ կար, դա էր մատրիցան։ Հիմա մենք ունենք հնարավորություն մի հատ կարմիր գիծ քաշելու, այդ կարմիր գիծն էլ Վաշինգտոնի ուրեմն հայտարարությունն է, ձևաչափն է, եւ այդ կարմիր գծից այս կողմ կառուցելու նոր որակի հարաբերություններ։ Ես փորձեմ պարոն Քոչյան արգումենտացիա գտնել այդտեղ։ Տեսեք, նրանք ասում են դուք ուզում եք խաղաղություն, լավ բան է։ Գնում եք հանդիպում եք տրամաբանական բան առաջայացքից, ասենք հիմարություն ա դրա դեմ խոսալը։ Բայց երբ որ Բաքվում պահվում են մեր գերիները, երբ որ իրանք ասում են, որ Սևանը այլ անունով են ասում, երբ իրանք մեր հողերում են եւ դուրս չեն գալիս, դա նշանակում որ նրանք խաղաղություն չեն ուզում, նրանք իմիտացիա են անում եւ դուք ձեր գործողություններով լեգիտիմացնում եք այդ իմիտացիան։
Նախ ես ուզում եմ եւս մեկ անգամ Այո, որ անկեղծ մենք կզգանք այն իմպուլսները, որ անկեղծ են ուզում խաղաղություն, այդ ժամանակ խնդրեմ նախ այդ կեղծավոր անկեղծ ինձ թվում է դրանք միջազգային հարաբերությունների կատեգորիաներ չեն, այդ առաջինը։ Երկրորդը մենք մեր այցի ընթացքում մի քանի անգամ եւ մինչեւ այցի ընթացքում բարձրաձայնել ենք գեների հետ վերադարձի խնդիրը։ Մենք երկու հարց ենք ըստ էության բարձրաձայնել, մեկը տեսակցելը, մեկը վերադարձը, բնականաբար առաջնահերթությունը տրված էր վերադարձին։ Եվ ես կարող եմ ասել, որ մեր նամակները եւ մեր դիմումները ոչ թե մերժվել են եւ ոչ թե դրական պատասխան են ստացել, այլ մեզ նկարագրվել է հետեւյալ իրավիճակը, որ կա որոշակի գործընթաց եւ այդ գործընթացում մեր դիրքորոշումը եւ մեր բերած արգումենտները հաշվի են առնվում։ Իդեպ մենք այնտեղ ոչ թե գրացել ենք այսպես խնդրում ենք, որ մեր հայրենակիցները վերադարձվեն, այլ մենք դա բացատրում ենք եւ ներկայացնում ենք հենց խաղաղության տրամաբանության մեջ, որ այ տեսեք, հենց այս արգումենտն են Հայաստանում բերում, որ եթե դուք իսկապես խաղաղություն եք ուզում, ոնց է այդ մարդկանց միջև հիմա Բաքվում բերում, պահում եւ դա իսկապես տրամաբանական արգումենտ է։ Մենք այդ արգումենտներն իրանց ներկայացնում ենք, որ մենք խաղաղություն ենք կառուցում, մենք առաջ ենք ուզում շարժվենք, բայց կա նման հումանիտար խնդիր։ Միջև այս պահը այդ մարդիկ պահվում են Բաքվի բանտում եւ նորից եմ ուզում կրկնել, որ ի պատասխան մեզ նշվել է, որ այդ արգումենտը լսվել է, ընկալվել է եւ process-ի վրա իր համապատասխան ազդեցություն ունենալու է։ Իմ խորին համոզմամբ մեր այցը գուցե փոքր, բայց քայլ առաջ էր այդ հարցի լուծման տրամաբանության մեջ, գեների հետ վերադարձի տրամաբանության մեջ։ Նորից գուցե փոքր, բայց ես կարծում եմ, որ դա քայլ առաջ էր։ Հիմա ինչ վերաբերվում է, որ իրանք խաղաղություն ուզում են, թե չեն ուզում։ Ես այսօր նախ փոխանցեցի Հայաստանի հասարակությանը։ Այ դուք հանդիպել եք Հաջիևին, որը արտաքին քաղաքական քիչ մարկանցից է, ում հետ Ալիևը խորհրդակցում է արտաքին քաղաքականության հարցում որոշումներ ընդունելու։ Եվ դուք ասացիք ձեր ասուլիսում, որ նա մեսիջներ է տվել հայ հասարակությանը։ Այ կարող եք բառացի ասել, ինչ է ասել այդ մեսիջի առումով։ Այո, բառացի։ Եվ ինչ մեսիջներ է ասել։ Բառացի պարոն Հաջիևը մեզ խնդրեց փոխանցել Հայաստանի հասարակությանը, որ Ադրբեջանի համար պատերազմն ավարտված է, կոնֆլիկտն ավարտված է, եւ այս ներկայումս գոյություն ունեցող չպատերազմի իրավիճակը իրենք նպատակ ունեն վերածելու խաղաղության, համապարփակ եւ հարատև խաղաղության, իրենց ցանկությունը Հայաստանի հետ խաղաղություն կառուցելն է, եւ որ խաղաղությունը հիմնված է միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունենալու սկզբունքի վրա։ Սա բառացի են խոսքերն, որը որ Ադրբեջանի նախագահ օգնականը մեզ խնդրել էր փոխանցել Հայաստանի հասարակությանը, որը մենք արեցինք։ Հիմա ինչ կապված է պատերազմ ուզում են թե խաղաղություն ուզում, տեսեք, այն արգումենտները, որոնք դուք բերեցիք, դրանք այո մեսիջներն են նրա, որ Ադրբեջանը առնվազն կասեցնում է առաջընթացը, հա, խաղաղության ճանապարհին։ Մենք դրան զուգահեռ տեսնում ենք նաև այլ մեսիջներ, Հարգելի Պետրոս, որոնք նույնպես պետք է արձանագրենք։ Այդ Ռուսաստանից եւ Ղազախստանից ապրանքների ուրեմն Հայաստան մուտքի վերաբերյալ արգելքի վերացումը։ Սա քայլ է դեպի խաղաղություն, թե քայլ չէ, իմ կարծիքով միանշանակ քայլ է։ Այն պարզ փաստը, որ Ադրբեջանում այն բովանդակությունը, որը առնվազն դրվում էր այդ միջանցքային խոսակցությունների մեջ, վերանայվել է։ Ես չեմ բացառում, որ Վաշինգտոնից հետո դուք կգտնեք 1, 2, 3 ինչ որ հայտարարություններ, որտեղ կգտնեք այդ Զանգեզուրի միջանցք տերմինը, բայց բովանդակությունն է փոխվել։ Դուք հիշում եք, մենք 20-ից երևի թե 1 տարի կամ 1.5 տարի առաջ ես մտածեցի միտքի ասել, ադրբեջանական կողմը գալիս աստեղության մեզ ասում է մենք ձեզանից միջանցք չենք ուզում, բայց հետո սկսում է դետալներ ասել, թե իրենք ու չեն ուզում։ Դա դասական միջանցքն է։ Այ ոնց որ ասեն, թափանցիկ մի հատ անհոտ անհամ հեղուկ ենք ուզում, քիմիական բաղադրությունը լինի հաշերկով, բայց ջուր չենք ուզում ձեզանից։ Այ մոտապես դա էր նման այդ խոսակցությունը։ Հիմա այդ խոսակցությունը էականորեն փոխվել է։ Իդեպ դες մի բան ասեմ, մեր հետ Բաքվում խոսակցության ժամանակ ոչ մեկ չի ասել Զանգեզուրի միջանցք բառապակասություն, ոչ, բացարձակապես։ Ոնց էին ասում, Տրամպի Թրիփ էին ասում, կոմունիկացիա էին ասում, ճանապարհ էին ասում, բայց Զանգեզուրի միջանցք չէին ասում։ Եվ նորից եմ ուզում ընդգծել, որ ինչպես Հայաստանում էր ադրբեջանցի փորձագետների նկատմամբ ցուցաբերվում կոռեկտ մոտեցում եւ կոռեկտ ընդունելություն, նույն բանը մենք տեսել ենք Ադրբեջանում, հա։ Այնպես որ մենք տարբեր մեսիջներ ենք տեսնում, սա եմ ես ուզում արձանագրել Ադրբեջանից։ Եվ ինչը մեզ եւս մեկ անգամ բերում են པարզ ճշմարտությունը, որ ես բազմիցս եմ ասել, որ Ադրբեջանը միաժամանակ պատրաստվում է բոլոր հնարավոր սցենարներին։ Եթե Հայաստանում ուրեմն զարգացումները գնան այն ուղղությամբ, որ Հայաստանը շարունակի այս խաղաղության ուղու իր ընտրությունը եւ այդ խաղաղությունը ընդարձակելու կառուցելու ուղղությամբ իր ընտրությունը, ես կարծում եմ, որ Ադրբեջանում էլ նմանատիպ զարգացում տեղի կունենա։ Դրան զուգահեռ ես կարծում եմ, այո, Ադրբեջանը պատրաստվում է մնացած սցենարներին, ինչը ցանկացած պետության իրականում կարևոր պարտականություն է։ Հայաստանն է պետք է պատրաստվի։ Պարոն Քոչարյան, ես վստահ եմ, որ դուք բացի այսպես եւ ձեր գործընկերների հետ եւ պաշտոնյաների հետ, բացի այսպես սեղանի շուրջ նստած աշխատանքային քննարկումը, ունեցել եք նաև տետատետ զրույցներ, որոնք միշտ այդ ժամանակ լինում են, ավելի բաց են լինում, այդ դեպքում ինչ են իրանք ասում, երբ որ քննարկման սեղանից դուրս է եւ ամեն մարդ ասում է իր տպավորությունը։ Գիտեք, բնականաբար ես կոռեկտության սահմանները չեմ անցնի եւ ինչ որ տես կոնկրետ խոսակցություններ ձեզ չեմ ասի, բայց ես մի բան կարող եմ ասել, իրենց խոսակցությունները շատ չեն տարբերվում մեր խոսակցություններից։ Գիտեք, ինձ թվում է բոլորս կֆիքսենք, էլի ես հիմա ինչ եմ ասում, երբ որ իջում ես բակ, չգիտեմ, տղամարդկանց կանանց հետ երբ որ խոսում ես, բոլորի մտքին է մոտապես էսա, դե բոլորը հոգնել են այս կոնֆլիկտից։ Բոլորը ասում են բոլա, խաղաղություն լինի, նորմալ հարաբերություններ լինեն, կամաց ամեն ինչն է կզարգանա, չէ՞, մոտապես ընդհանուր այսպես մեծ նարատիվը Հայաստանում այս պայությամբ սա կհամաձայնվեք երևի թե ինձ։ Նույն բանը Ադրբեջանում եմ ես տեսնում։ Այ երբ որ ձեր ասած սուրճի թեյի սեղանի շուրջ առանձին զրույցներ ես ունենում, մոտապես նույն խոսակցությունները լսում ես նաև այնտեղ, որ դե լավ ինչքան կարելի է հիմա բոլա։ Բայց
Ձեր ընդդիմախոսները ասում են, որ նույնիսկ պետական մակարդակում հիմա ճիշտ է թույլատրել է, բայց հակառակ նարատիվն է լինում։ Ես չեմ համաձայն, որ հակառակ նարատիվն է գնում պետական մակարդակում, այո, որոշակի էքսեսներ լինում են եւ ես ուզում եմ իրաշխավորել, որ մենք Բաքվում դրանք բացաձայնել ենք, օրինակ համար Ազերթաջի վերջին այդ Երևանի անվանման բանը այլասերումը, հա, կամ առանձին հայտարարություններ, բայց դրանք էլ ես կարծում եմ, որ մենք պետք է ամեն ինչը շատ ճիշտ արձանագրենք, թե ինչա տեղի ունեցել։ Օրինակ, այս Ադրբեջանի նախագահի հայտարարությունը Սևանի այլ անվանման վերաբերյալ, ասում են Ադրբեջանի նախագահան Սևան այլ անունով է կոչել, բայց մի քիչ այդպես չի եղել։ Այդ հայտարարությունը եղել է հետևյալ տեսքով։ Ադրբեջանի նախագահան ասել է, որ ինքը մի հատ քարտեզ է տեսել ռուսական կայսրության, որտեղ Սևանի վրա գրած է այդ ինչ բառ։ Եվ որտեղ չկար Ադրբեջան։ Իմիջիայլոց այդ նույն քարտեզի վրա Ադրբեջան բառը չկա, բայց այդ քարտեզը իսկապես կա քարտեզ, որի վրա Սևանի վրա ուրիշ անուն է գրած։ Կան քարտեզներ, որտեղ երկու անուններ գրած է, կա քարտեզներ, որտեղ մենակ Սևան է գրած։ Ինչ քարտեզ ասես կա այս տանցող 200 տարվա ընթացքում։ Բայց երևի թե մեր խնդրի մի կարևոր բաղադրիչը հենց նա է, որ երբ որ մենք ենք այդ քարտեզին նայում, մենք մենակ տեսնում ենք այն, որ այնտեղ Ադրբեջան բառ չկա գրած։ Երբ որ իրանք են այդ քարտեզին նայում, իրանք տեսնում են մենակ այն, որ այնտեղ Սևանի վրա մի ուրիշ բառ է գրած։ Այսինքն նույն քարտեզին տեսնելուց մենք երկու ծայրահեղ տարբեր եզրակացություններ ենք ինչպես ձեռատար։ Եվ երևի թե խաղաղությունը հենց նաև այն է, որ մենք երկու կողմերն փորձեն տեսնել ամբողջական պատկերը։ Մի բան էլ եմ ուզում ասեմ մեր գործընկերներից։ Բան Քոշյան, բայց իրանք պատրաստ են դրան։ Ես կարծում եմ, որ սա ճանապարհը, որին որ մենք միասին պետք է հասնենք։ Ես վստահ չեմ, որ իրենք պատրաստ են, ճիշտ այնպես, ինչպես որ ես վստահ չեմ, որ մենք պատրաստ ենք որպես հասարակություն։ Այո, մենք այստեղ երկուսով ճանապարհ ունենք միասին անցնելու։ Ես մի այսպիսի միտքեր ուզում հավելել, մեկ գործընկերներից Սամվելն էր սա ասել, մասնակիցներից այցի Մայրիքսեսյան Սամվելը, ասեց, երկու հասարակություններն իրենց այս կոնֆլիկտի մեջ զոհ են ընկալում։ Եվ մենք եւ իրենք։ Եվ մենք առաջին պատերազմից հետո մենք հաղթել ենք, մենք էլի զոհ ենք ընկալում։ Իրանք էլ հիմա երկրորդ պատերազմից իրանք են հաղթել, իրանք էլի իրանք զոհ են ընկալում։ Երկու հասարակություններն իրանք զոհ են ընկալում։ Եվ գիտեք, խնդիր կա, որ երկու հասարակություններն էլ սկսեն փորձեն հասկանան ամբողջական պատկերը, որ այո, մենք տարապել ենք, մենք արուն ենք թափել, մենք տուժվել ենք, բայց իրանք կողմն էլ է դա եղել։ Եվ ես խնդրում եմ, որ իրանք էլ դա հասկանան, որ այո, իրանք տարապել են, տուժել են, բայց հայկական կողմն էլ է տարապել եւ տուժել։ Եվ գուցե այո, երկու կողմերն էլ կոնֆլիկտի զոհն են ի վերջո, որ 35 տարի մի անմարդկային կոնֆլիկտ ա եղել այս երկու պետությունների միջև, որը չի թույլ տվել, որ այս երկու պետությունները ձևավորվեն եւ կայանան որպես անկախ ինքնիշխան պետություններ։ Եվ այդքան արուն ու այդքան ցավ է տարել այս հասարակությունը։ Իսկ ինչպես է նրանց վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ այս ամեն ինչին փորձագետների։ Վստահ եմ քննարկել եք։ Բնականաբար, ես կասեմ, որ սա եւս մեկ երևի թե ինչ-որ չափով ընդհանուր հայտարար է, որը ձևավորվում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, որ մենք պետքա մեզ չպահենք որպես երկու անուղեղ աբորիգեն, որին միացպիտակ մարդ է գալիս, գիտեք, այսպես կամ բարիշացնում է կամ կռվածնում է, նայած իր շահերը ոնց են այդ պայծրությամբ սեղանին դրված, հա, եւ օգտագործում է ոնց ուզում է։ Այ երևի թե այդ գիտակցումը այդ մասով առնվազն, որ այս կոնֆլիկտի կառավարումը եւ դեպի սրացում տանելը եւ դեպի ստատուս քվո տանելը միշտ առնվազն վերջին 150-200 տարվա մեջ մեկ ուժային կենտրոնի քաղաքական նպատակահարմարությունից է բխել, աննախադեպ ուժեղ է երկու հասարակություններում, էլ գիտակցում ես կարծում աննախադեպ ուժեղ է։ Իսկ պատերազմի հնարավորություն կար իրանց մոտ։ Բնականաբար, այ հա, բնականաբար ես չեմ կարող իմ պատասխանատվություն վերցնել ասել, որ դա զերոյական է, բայց ես որպես մարդ, ով հանդիպում է ադրբեջանցի փորձագետների հետ ոչ առաջին տարին, այո, առաջին այցն է Բաքու, բայց մենք տարիներ շարունակ հանդիպել ենք երրորդ մայրաքաղաքներում, երրորդ երկրներում միջազգային կազմակերպությունների ներգրավմամբ, ես պետք է ասեմ, որ երբևիցե իմ հիշողության մեջ մենք այսքան հեռու չենք եղել պատերազմից։ Կա պայմանավորություն, այս ֆորմատը ինչ որ բանի գալու է, թե չէ, խոսեցինք, գնացինք։ Մենք առաջին պայմանավորությունը, որ արկա է հստակ, որ մենք շարունակում ենք խոսակցությունները, էլի են լինելու Երևան այցեր, էլի են լինելու Բաքու այցեր, երկրորդ պայմանավորությունը շրջանակն է ընդլայնվելու մասնակիցների, եւ երրորդ եւ ամենակարևոր մենք նախագծեր ենք անելու, մենք պրոյեկտներ ենք միասին անելու։ Ես կարող եմ այս պայությամբ ձեր հետ ուղղությունները կիսվել պրոյեկտների, որտեղ դրանք դեռևս վերջնական տեսքի բերված չեն։ Դրանք մեդիա ուղղության պրոյեկտներ են, դրանք փորձագետների աշխատանքների, դրանք քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջև, դրանք փաստերի ստուգման ուրեմն հարթակների միջև որոշակի գաղափարներ են, որոշակի պրոյեկտներ են, որոնք որ մենք պատրաստվում ենք միասին անել առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանում եւ Ադրբեջանի կազմակերպությունների։ Ես ճիշտ եմ հասկանում, որ այս այցերի նաեւ կետայներ, որ երկկողմ է, այսինքն միշտ մենք հանդիպել ենք հիմնականում Թիֆլիսում կամ ինչպես դուք ասացիք երրորդ երկրներ։ Ես ես նույնիսկ մի քիչ նախապատմություն ես առումով տամ, որ ինձ թվում է լավ լույս կսփռի, ոնց են ընդհանրապես այս գաղափարին եկել, որ նման բան է պետք անել։ Ինչպես նշեցի, տարիներ շարունակ մենք աշխատել ենք երրորդ երկրներում, միջազգային կազմակերպությունների ներգրավմամբ, եւ ինչ որ պայծ սկսած ես Հայաստանում եւ իմ գործընկերը Ադրբեջանում եկանք այն եզրակացություն, որ մենք այլևս պատրաստ ենք անելու այս միջոցառումները երկկողմ տրամաբանության մեջ։ Ես Հայաստանում մոտեցա մեր իշխանություններին, գործընկերս Ադրբեջանում մոտեցավ իրենց իշխանություններին, կիսվեցինք, որ նման գաղափար կա, ստացանք աջակցություն, ձևավորեցինք թիմերը, այսօր օրինակ հարց հնչեց Մամլասուլիսի ժամանակ ով է ձևավորել թիմը, ես եմ ձևավորել թիմը։ Ստացանք մեր իշխանությունների աջակցությունը եւ այո, բացառապես երկկողմ ուրեմն ձևաչափով տեղ ունեցավ առաջին անգամ քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջև խոսակցություն։
Եվ սա իհարկե ոչ պակաս կարևոր արձանագրում է, հատկապես այն տենդենսի, այն ֆոնի տրամաբանության մեջ, որ պաշտոնական բանակցությունները վերջին 1 տարվա ընթացքում տեղավորվել են ամբողջապես երկկողմ տրամաբանության մեջ, այ Աբու Դաբիից սկսած բանակցությունները ըստ էության առաջ միջնորդների եւ ուղիղ են տեղի ունենում, եւ այդ տրամաբանության մեջ մտավ ըստ էության նաեւ քաղաքացիական հասարակության միջև շփումները։ Այսինքն պարոն Քոչարյան, մենք տեսնենք շարունակություն։ Միանշանակ։ Հերավոր ապագայում, մոտ ապագայում դուք կտեսնեք նույնիսկ ասեցի նոր այցեր, նոր մարդկանց ներգրավում եւ նաեւ նախագծեր, որոնք որ մենք միասին կիրականացնենք։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։